Հարավկովկասյան երկաթուղուն վերազինումից հետո հունիսի 18-ին շահագործման հանձնվեց երկու արտադրական հանգույց՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանում գտնվող ուսուցման ճանապարհային կենտրոնը, որտեղ ստեղծվել է նոր ուսումնատեխնիկական հրապարակ։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, Ռուսական երկաթուղիներ բաց բաժնետիրական ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, բարձրաստիճան այլ հյուրեր։ Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից շնորհավորեց հայ երկաթուղայիներին նման նշանակալի և կարևոր իրադարձության կապակցությամբ։ Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքն այսօր համալրվում է նորագույն բաղադրիչներով, իսկ հայ երկաթուղայինների աշխատանքային պայմանների բարելավման մասին ավելորդ է ասել։ Տրանսպորտի և կապի նախարարությունը երկաթուղային տրանսպորտային համակարգը չի ընկալում որպես պետության առանձին տրանսպորտային համակարգ և շահագրգռված է նրա արդյունավետ գործունեության ծավալմամբ։ Վերակառուցման առաջին փուլի շրջանակներում կատարվել է դեպոյի շենքի և արտադրամասերի վերանորոգում և վերականգնում, երկրորդ փուլի շրջանակներում տեղադրվել են հատուկ տեխնիկական սարքավորումներ, կառուցվել է երկաթուղային խոշոր տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկ։ Երևանում գտնվող ուսուցման ճանապարհային կենտրոնի վերազինումն ուղղված է երկաթուղու աշխատողների տեխնիկական ուսուցման մակարդակի կատարելագործմանը։ Կենտրոնը հագեցած է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, դասագրքերով, լոկոմոտիվային բրիգադների պրակտիկ դասընթացների համար առկա է նաև հատուկ ուսումնավարժական լոկոմոտիվը։ Մինչ Սանահինի մեխանիզացված ուղեմասի և Երևանի ուսուցման ճանապարհային կենտրոնի բացումը տեղի ունեցավ Հարավկովկասյան երկաթուղիներ փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրների ընդհանուր ժողովը, որտեղ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի թեկնածությունը հաստատվեց Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության տնօրենների խորհրդի անդամների կազմում։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն։